Հայաստանը այսօր նշում է հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, ընդգծելով, որ բանակը անցել է պարզ ձևավորման փուլ, սակայն այսօր էլ շարունակում է կայանալ եւ զարգանալ։ Վերջին տարիներին իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ, բարելավվել են զինծառայողների սոցիալական պայմանները, ձեռք է բերվել ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկա։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանը կանգնած է եղել գոյաբանական սպառնալիքի առաջ, որը հաղթահարվել է ռազմավարական կարևոր որոշումների միջոցով։ Նա ընդգծել է, որ բանակի միակ առաքելությունը երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է եւ Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում պատերազմի, սակայն շարունակելու է ամրապնդել պաշտպանունակությունը։ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին II շեշտել է, որ հայոց բանակը մեր պետականության եւ ժողովրդի անվտանգության երաշխիքն է։ Կաթողիկոսը մաղթել է, որ հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել սահմանները, իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված։ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զինվորները հերոսաբար պայքար մղեցին եւ նահատակվեցին, դառնալով ապագա սերունդների ոգեշնչման աղբյուր։ Այսօր հայոց բանակի օրը հիշեցնում է, որ մեր բանակը ոչ միայն պաշտպանություն է, այլև խաղաղության, անկախության եւ պետության ամրապնդման հենասյուն, ասված է վեհափառի ուղերձում։ Ինչպես ամեն տարի այսօր եւս բանակի տոնը մեկնարկել է Եռաբլուր զինվորական պանթեոնից։ Պատգամավորների, հոգևոր հայրերի եւ քաղաքացիների մուտքը պանթեոն չի դադարում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Եռաբլուր զինվորական պանթեոնում աղոթել է հերոս ննջեցյալների հոգու հանգստության համար։ Վեհափառ հայրապետը աղոթքից հետո լրագրողներին կոչ է արել ավելորդ հարցումներով չխաթարել օրվա խորհուրդը։ Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդը։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու, մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները դուք հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու։ Կապ հաստատեք այլ առիթներով եմ ասել, կապ հաստատեք մեր տեղեկատվական բաժնի տնօրենի հետ։ Աստված օրհնի ձեզ, Տերն ձեզ։ Եռաբլուրում էին նաև մեր ձևով շարժման անդամները։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ու իր թիմակիցները մոտեցել են հերոսների շիրիմներին, ծաղիկներ խոնարել, իրենց զորակցությունը հայտնել նրանց հարազատներին։ Նարեկ Կարապետյանին Եռաբլուրում մոտեցել է մի կին հուզված դիմել, կոչ անելով ձեռնարկել համապատասխան քայլեր, որպեսզի երկրում տեղի ունեցածը չկրկնվի։ Կնոջ խոսքով վերջին ամիսներին հասարակությունը ականատես է լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել է Հայաստանը։ Վերջին 5 ամսվա ընթացքում մենք ականատես ենք լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել ենք։ Մենք այլևս չգիտենք ինչպես դիմել ժողովրդին, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող Երևանի թիվ 147 դպրոցի առջև բացվել է հերոսի արձանը։ Արձանի վրա փորագրված են Աբաջյանի վերջին խոսքերը, որոնք նա զոհվելուց առաջ փոխանցել էր իր հրամանատարին։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում եք, ասա։ Այս ինքում իմ տղեկ է։ Ասա մի անջատի։ Դեղ իմ աղջիկը։ Ասա, լսում եմ, ասա ձենով ինչի ա կորում։ Ես էլ հիմա կարգով քաշում եմ։
Դպրոցի տնօրեն Մարգարիտ Հովհաննիսյանի խոսքով արձանի բացման օրը պատահական չի ընտրված։ Աբաջյանը հայրենիքը կյանքի արժեքից վեր էր դասել։ Թող բանակի ուժը ծաղկի մեր միասնության մեջ։ Թող յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, իսկ նրանց ծառայությունը լինի միմիայն խաղաղության ճանապարհ։ Խոնարհվում եմ նահատակ հերոսների հիշատակին։ Ուժ ու հաստատակամություն, օրհնություն ու լույս այսօր ծառայողներին։ Փառք հայոց բանակին։ 2016 թվականի ապրիլի 2-ին թշնամու սանձազերծած գործողությունների ժամանակ զոհվում է Աբաջյանի վաշտի հրամանատարը։ Խիզախ Ռոբերտը, չնայած ոտքի վիրավոր լինելուն, իր վրա է վերցնում հրամանատարությունը եւ պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը սպառվում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվել էր թափանցել դիրք։ Ադրբեջանցի զինվորները արդեն դիրքում էին Ռոբերտի դեմ դիմաց։ Անգամ սա չի խանգարում նրան իրականացնել ծրագրածը։ Մոլորեցնում է թշնամուն, քաշում նռնակի օղակն ու պայթեցնում դիրքը, իր հետ սպանելով ադրբեջանցի զինվորների, որոնց շարքում կային նաև սիրիացի վարձկաններ։ Այս անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը կանխել էր դիրքի ամբողջական գրավումը եւ փրկել թիկունքից օգնության հասնող հայկական ուժերի զինվորների կյանքը, իր անունը հավերժորեն գրանցելով հայկական հերոսամարտերի պատմության մեջ։ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի հետմահու շնորհել Արցախի հերոս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրահոս կոչում պատկերացնելով ոսկե արծիվ իշխանանով։ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը համայնքի եւ թեմի քահանաների ճնշման ներքո փոխել է դիրքորոշումը, գրել է հրապարակ օրաթերթը։ Օրաթերթի տեղեկություններով ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցնելով երկընտրանքի առջև, կամ շարունակում է հավատարիմ մնալ մայրաթոռին, կամ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցվում է։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, թե փետրվարի 16-ից 19-ին կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, որը մայրաթոռը հրավիրել է Ավստրիայում։ Հովնան arczepiskopos Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին եւ կոչ էին արել, որ մայրաթոռը չեղարկի այն։ And in June we obliterated Iran. ԱՄՆ ռազմական նավերի լրացուցիչ նավատորմ է ուղևորվում դեպի Իրան, հայտարարել է Դոնալդ Թրամփը, հուսալով, որ Իրանը կհամաձայնի համաձայնագիր կնքել երկու երկրների միջև։ We were right at the end. They were about a month away from that. Հունիսին մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային ներուժը, մենք պետք է դա անեինք, հակառակ դեպքում նրանք 1 ամսից կավարտեին աշխատանքը, եւ այժմ շատ գեղեցիկ նավատորմ է մոտենում Իրանին։ Կտեսնենք ինչ կլինի։ Նրանք պետք է դեռ սկզբում գործարք կնքեին, այդ դեպքում երկիր կունենային։ They should have made a deal the first time. Թրամփը նշել է, որ Թեհրանի պաշտոնյաները բազմիցս են ցանկացել բանակցել։ Ըստ ամերիկյան պարբերականների վերլուծությունների, Միացյալ Նահանգները մտադիր է խոչընդոտել ծովային ճանապարհով իրանական նավթային հոսքը դեպի Չինաստան։ That was a quick one. Մարդկանց կյանքը վտանգող Նիպահ վիրուսը տարածվել է Հնդկաստանի Բենգալիա նահանգում, կանխելու նպատակով Ասիայի մի շարք երկրների իշխանությունները խստացրել են Հնդկաստանից ժամանող ուղևորների ստուգումները։ Վիրուսը մարդուն փոխանցվում է կենդանիներից, հիմնականում չղջիկներից։ Վարակման պահից մինչև ախտանշանների հայտ գալը սովորաբար տևում է 4-ից 14 օր։ Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, մկանային ցավերով, փսխումով եւ կոկորդի ցավով, երբեմն սուր թոքաբորբով։ Նիպահի ընթացքում հնարավոր է գլխապտույտ, քնկոտություն, գիտակցության խանգարում, ցնցումներ եւ էնցեֆալիտ, ուղեղի բորբոքում, որը կարող է հանգեցնել անգամ կոմայի։ Այն համարվում է աշխարհի ամենամահաբեր վիրուսներից մեկը եւ դեռևս չկա դրա դեմ դեղամիջոց եւ պատվաստանյութ։
ԱՄՆ-ում արդեն մի քանի օր շարունակվող եղանակային վատ պայմանները չեն նահանջում։ Ձնաբքի հետևանքով զոհվել է 51 մարդ, որոշ շրջաններում ավելի քան 50 սանտիմետր ձյուն է տեղացել։ Միայն Նյու Յորքի փողոցներում ցրտահարությունից 10 մարդ մահացել է։ Կալուգայում այրվել է Volkswagen-ի նախկին գործարանը։ Հրդեհը տարածվել է մոտ 4000 քառակուսի մետր տարածությամբ։ Տուժածներ չկան։ Հրդեհը սկսվել է, երբ պլաստիկի նյութերը բռնկվել են եւ կրակ-նարակ տարածվել է։ Նախկին գործարանի տարածքում այժմ տենետ մեքենաներն են հավաքվում։ Որոնեժում հարբած հայրը որդուն պարանով կապել է եւ 7-րդ հարկի պատշգամբից իջեցրել ներքև։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Ամբողջ ընթացքը նկարահանել են եւ տեղադրել համացանցում։